Բարև ձեզ։ Այսօր Սուրբ Նունե եւ Սուրբ Մանե կույսերի տոնն է։ Ես գիտեմ, որ հայրից մեր հավատացյալներից շատերը երբ իրենց դստրերի անունները դնում են Սուրբ Մանե եւ Սուրբ Նունե կույսերի անուններով, հաճախ չեն անդրադառնում, որ նման անուններով կույսեր եւ հատկապես տոն կա։ Սա շատ առիթներով է հայտնի դարձել, երբ հետաքրքիր եւ հաճախ իրենց համար անակնկալ մի տեսակ ուրախալի լուր է եղել, երբ իրենց զավակի անունով նաև տոն կա, բայց ի վերջո շատ կարևոր է նաև դիտել այս կույսերի կյանքը, գործը, որպեսզի մեզ համար շատ ավելի իմաստավոր լինեն եւ այս անունները կրողները վերարժևորեն նաև իրենց կյանքը այն մարդկանց կերպարով, որոնք նախատիպն են եղել, իրենց իսկ անունները տարածելու եւ հետագա սերունդների մեջ հնարավորինս իրենց անունները դնելով նաև ոգեկոչման մի տեսակ շարունակություն անելու։ Սուրբ Նունեն եւ Սուրբ Մանեն երկուսն էլ Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի ընդհանուր մեծ այս կույսերի միաբանության անդամներ էին։ Եվ պատմությունից հայտնի է, որ Հռոմում եղող Սուրբ Պողոսի անվամբ այս մենաստանը, որ կար, երբ հալածանքներ սկսվեցին, այս մենաստանի կույսերը որոշեցին թողնել Հռոմը եւ դեպի արևելք գալ։ Պատմությունից ընդհանրապես հայտնի է, որ 70 իրենք կույսեր էին եւ 3 քահանա ունեին իրենց հետ։ Բայց միայն Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերը 37 հոգի հասան Արարատյան նահանգը եւ իրենց մնացած կույսերի մասին թերևս ճանապարհին ոմանք նահատակվել են, ոմանք տարբեր կողմեր քաշվել եւ աղոթքի եւ առանձնության եւ քարոզչության եւ նրանցից երկուսի անունն է հայտնի։ Սուրբ Նունեի եւ Սուրբ Մանեի, որոնք չհասան Արարատ գավառ, այլ Մանեն քաշվելով Դարանաղյաց գավառում Եկեղյաց ավանին մոտ Սեպուհ լեռը կար, որտեղ մի առանձին քարանձավ իր վկայության, իր առանձնության վայր դարձավ եւ հետագայում իր մասին մենք շատ ավելի մանրամասն իմանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայությունից։ Սուրբ Նունեն թերևս առավել հայտնի դարձավ այն քարոզությամբ, որ կատարեց Վրաստանում, որտեղ Սուրբ Նինո են կոչում, եւ դարձավ մի ամբողջ եկեղեցու հիմնադիր, այնպես ինչպես որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այստեղ կարողացավ ամբողջական ազգի լուսավորման պատճառ դառնալ։ Սուրբ Նունեի կերպարը ոգեշնչել է շատերին, եւ իզուր չէ, որ թերևս վրացական միջավայրում ամենասիրված անվանումներից մեկն է, որ շարունակաբար փոխանցվում է նաև հոգևոր փորձառություն ունեցող այն մարդկանց մեջ, որոնք իրենց կյանքը պիտի նվերեն Աստծո ծառայության։ Սակայն Սուրբ Նունեի կերպարն իր ձևի մեջ ամբողջական է դառնում, երբ մենք դիտարկում ենք իրեն իբրև Աստվածամորը կրկնող եւ այս Սուրբ Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի շարունակությունը վրացական հողում իբրև նոր ճյուղ, նոր ծլարձակում եւ նոր պատղաբերում ապահովող այն գեղեցիկ վկայություն, որ կատարեց նա։ Եվ այժմ, երբ մենք տեսնում ենք զանազան աշխարհիկ տոներ, որտեղ մարդիկ շնորհավորում են միմյանց, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կյանք բերել, այն գեղեցիկ վերադարձնել այն ավանդույթը գեղեցիկ, որ մեր հայրերն ունեին։ Ամեն Նունե եւ Մանե անունով մարդկանց շնորհավորելու իրենց անվանակոչության օրվա առիթով հստակ ժողովրդի կողմից գեղեցիկ այն մաղթանքն անելով, որ ասվում էր անունովդ ապրես։ Դա խորհրդանշում էր նաև իր ձևի մեջ հայելը դեպի այն սրբերի կերպարները, որոնք որ Աստծո հավատարմության, սիրո մեծագույն օրինակ եղան եւ սերունդները այս անումանումների միջոցով ոչ միայն փորձ են անում անունը պահել, այլ անունը կրող մարդկանց հայացքը հղել միշտ, բևեռել այդ կերպարներին, մի տեսակ խտացած կենսագրություն փոխանցելով։ Սուրբ Մանեն քաշվեց Դարանաղյաց գավառի այս Սեպուհ լեռան այրը, քարանձավը, եւ ասում են, որ երբ Գրիգոր Լուսավորիչը կյանքի վերջին տարիներին ավելի խոկումային եւ առանձնանալու տրամադրությամբ փորձ արեց քաշվել եւ աղոթական կյանք վարել, իր քայլերն էլ Աստված ուղեց դեպի այս վայրերը, որտեղ երբ եկավ, ուզեցավ հենց այս քարանձավում ճգնել։ Եվ Մանեն ներսից ձայն տվեց, որ գնա եւ 3 օրից կգաս։ Եվ պատմվում է, որ երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 3 օրից եկավ, կույսն արդեն ընջել էր։ Եվ հենց տեղում
ամփոփելով կույսի նշխարները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր կյանքի վերջին տարիները ճգնեց հենց այս քարայրում, որը իր նախորդ բնակչի անունով կոչվեց Մանյա այր կամ Մանայի քարանձավ։ Դերևս իր նշխարները հայտնի չեն, ամբողջական չեն հանվել եւ չեն բաշխվել, բայց վստահ եմ, որ այդտեղ Աստծո ճառագայթները սիրո, լուսավորության եւ Սուրբ Հոգու շնորհաբաշխման զանազան վկայություններ տեղացի ժողովրդի մեջ կան եւ մինչեւ հիմա անգամ մուսուլմանների մեջ կարող են հայտնի լինել, այնտեղ ովքեր կապրեն այդտեղ, որովհետեւ ամեն մի սուրբ իր ձևով Աստծո Սուրբ Հոգու տաճար է, որից արտացոլվում է Աստծո շնորհների լուսավորումը իր միջավայր։ Եվ զուր չէ, որ այս սուրբ կույսերի հիշատակը ժողովրդի մեջ գեղեցիկ կերպով վերարտադրվեց հատկապես անկախության վերջին տարիներին եւ շատ տարածված անունների թվում եղան Սուրբ Նունեի եւ Սուրբ Մանե անունները։ Հաճախ Մանեի անունը շփոթվում էր Մարիանե անունով կույսի հետ, այնինչ Սուրբ Մարիանեն դա այն կույսն է, որ հնձանում մնաց, որովհետեւ եթե հիշում ենք 3 կույսեր Սուրբ Գահանեի գլխավորությամբ նահատակվեցին այժմյան Սուրբ Գահանե վանքի տարածքում, իսկ մնացած կույսերը 33-ը Սուրբ Հռիփսիմի հետ նահատակվեցին Հռիփսիմյանց կույսերի ընդհանուր անունը կրող տաճարի տարածքում։ Սա այն միակ կույսն էր, որ հնձանում մնաց, որտեղ հիվանդ էր եւ նահատակություն հենց տեղում ընդունեց։ Եվ սա այն տաճարը դարձավ, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր տեսիլքը տեսավ եւ իզուր չէ, որ մինչեւ հիմա Սուրբ Մարիանեի շիրիմը մենք կարող ենք գտնել Սուրբ Շողակաթ վանքում։ Հետաբար շփոթության որպեսի տեղի կչտա Սուրբ Մարիանե եւ Մանե կույսերի նմանություն անվանումների։ Ամեն դեպքում կուզենամ, որպեսի մեր հայկական միջավայրում այս կույսերի հիշատակությունը դառնա մի տեսակ ազդակ, որպեսի մեր աղջիկների եւ որդիների մեջ եւս իրենց նմանությամբ Աստծո կանչ իրենց սրտում զգալու եւ իրենց ձևի մեջ նաեւ վերարտադրելու Քրիստոսի հարսնության այն գեղեցիկ փորձառությունը, որ մեզ մատուցում են Սուրբ Գայանյանք, Սուրբ Հռիփսիմյանք, Սուրբ Մանեն եւ Սուրբ Նունեն։ Թող իրենց բարախոսությունը հանապաս մեզ հետ լինի։